Պարոն Խուդացյան, հիմա պետական մարմինները, որոնք պետական գույք օգտագործում են անհատույց, հիմա այսինքն մենք ձևակերպելու ենք դա որպես վարձակալություն, Ձևակերպելու ենք որպես այսինքն ըստ էության, բայց էլի մեկը գումարը տալու է պետական բյուջեն։ Մենք սա անում ենք ֆինանսական մեր հոսքերը կարգավորելու, ավելի տեսանելի դարձնելու եւ կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այսինքն հիմա ենթադրում եմ կառավարության շենքն ենք վարձակալություն։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին, այո, կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Առաջարկվել է նախագիծը թափանցիկությունը բարձրացնելով պայմանավորված, նաև հանրային վերահսկողությունը բարձրացնելով պայմանավորված, պիտի ասեմ, որ միջազգային մի շարք երկրների փորձ են ուսումնասիրել մեր գործընկերները, այդ թվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, որտեղ համանման կարգով է ուրեմն կառավարվում պետական գույքը։ Հիմա լավ, ենթադրենք հիմա կառավարության շենքը վարձակալում ենք եւ վճարում ենք ում։ Վճարում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այո, վճարվում է մեծ հաշվով պետբյուջե։ Հիմա չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Ինչն է։ Վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ են այնպիսի գույքերը, որոնք չեն օգտագործվում, մասնակի են օգտագործվում, մի որոշ ընթացք հետո նպատակահարմարությունը տվյալ գերատեսչության կողմից գույքի օգտագործման ավելի պարզ կլինի։ Այսինքն այնտեղ ֆիքսվելու ենք ինչ որ առումով գույքի քառակուսի մետրով եւ այլն տենց չափանիշներ ենք դնելու, որ հիմնարկների ղեկավարները իրանց հերթին ասեն, բա մի րոպե ինչ ենք այսքան քառակուսու համար վճարում, եթե այդ քառակուսիները չենք օգտագործում, հետեւաբար այդ գույքերի օգտագործման նպատակայնությունը կմեծանա։ Դա մեր տրամաբանությունը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։